Հիմա մեր աշխատանքներից այս այգում հերթը հասավ գազոնի ցանքին։ Ուրեմն ինչ արվեց տեղ, առաջին հերթին հանեցինք հին ավելորդ ծառեր, ասենք ունեն սովորական խառարեգի էր, ոչ ծերացած, ոչ պիտանի ծառեր, նրանք հանվեց, հետո հողի վերին շերտից հեռացվեց մի հատված, ծառերի փոսերը ինչքան ծառեր տեսնում եք, բոլոր ծառերի ակոսները 50-60-ի վրա քանդվել են, նույնիսկ մեծ, դա մինիմումն եմ ասում, չհաշված հələ մայր հողը 15 սանտիմետր որ ավելացվել է, ու այդ բոլոր ակոսների մեջ լցվել է ամբողջը բան, հողախառնուրդ, այն հողախառնուրդից, ինչը որ հիմա գազոնը ցանված է, կարմիր ավազով, հումուսով եւ ոնց որ գնձիկային սևով։ Այս հողախառնուրդը միջինը 15 սանտիմետր հաստությամբ շերտ է, այդ ընթացքում դրանից առաջ միջև հողածածկը անելը մենք ավտոմատ համակարգի հարցն ենք լուծել, հեսա տեսնում եք գլխիկները արդեն երևում է, ավտոմատ համակարգերը ոռոգման ցանցը կառուցած է, որոնք համապատասխան ոռոգումով ամբողջ բուսականությունը, թե գազոնը, թե բույսերը ամբողջը նպատակային կոռոգեն։ Ստեղ մեր լուկերի բաժանարարների տեղն է, ամեն մի այս բաժանարար հատվածները, ստեղ 3 կողմանի ունենք, ու այդքան էլ դրսում ունենք մենք, ինչ եմ սրանով ուզում ներկայացնել։ Հիմա մենք սկսում ենք խոտի ցանքին։ Խոտի ցանքը ոնց է արվելու։ Խոտի առնում ենք 2 տեսակի սերմ, եւ ստվերային եւ արևային, ստեղ օրվա մասկեսից հետո ոնց որ ստվերը շատ է լինում։ 2 տեսակն էլ աճում, առաջինս արևային է շուտ ծլում, հետո երկրորդը։ Այսինքն խի ենք խառնում, որ բոլորը 2 տեսակն էլ տարածքին համապատասխան աճի։ Այս սարքերով կցանենք, սրանցով կախտահանենք, ու ընթացքը նորից ցույց կտանք, ու կունենանք այս այգին ամբողջ խոտի սերմն էլ կծածկենք այսպիսի խառնուրդով, նայեք, օրգանական պարտանյութը էլի կար։ 2 սերմը խառնեցինք, այսինքն ինչի ենք 2 սերմ խառնում, 2 տեսակ, եւ արևային աճող եւ ստվերային, խառնում ենք լավ, խառնում սարկած, խառնածես ուղղակի ձեռքով նորից եմ ցույց տալի, որ սերմը 2 տեսակի սերմ լինելով, եթե ակտիվ լինի արևային վիճակում լինի արևային խոտը լավ աճի, ստվերոտ տեղը լինի ստվերոտ խոտը լավ աճի։ Երկուսն էլ համաչափ սա փորձած բան ենք ասում, էլի։ Աճեցնում ենք, հիմա այսքան տեղը արդեն կցանենք, հերթով կնկարագրենք։ Այսինքն սարքի միջոցով, քանի որ արանքում մայթեր ունենք, թելեր չեն կապում, այսինքն կարանք մայթերի վրա կանվելով, բաց սերմա ծածկենք, դեղով, այսինքն բաց սերմա սրսկենք, որ տարածությունը մեծ անում, բան ենք անում, անպայման բաժին ենք անում, որ աշխատելը հեշտ լինի։ Այսինքն աշխատաչափով այնպես ենք անում սերմի հատիկները մակերեսը փակի, հողի մակերեսը։ Այն հատվածները, որտեղ որ ծառերը, բույսերը, արանքները ձեռքով ենք անում։ Ոնց եմ ասում, հիմնական նպատակն է, որ համաչափ սերմը ցամփի հողի մակերեսի։ Անուտեղ ապարատի միջոցով կդեղենք, բաց սերմը, ապայման, հիշեք, բաց սերմը պետք է բեղանյութով, թույնով ողողվի, որպեսզի մրջուները չկրեն։ Մանավանդ այս սեզոնին, որ ասպասողած սպասում են, որ սենց բան տաս, բան ճարեք։ Եթե չդեղես, մեծ մասը կրելու են տանեն, խոնավություն էլ ապոլոված չեն, բոլորը կտանեն։ Այսքան մասը լրիվ ցանեցինք, հիմա սերմը սրսկենք, սկսենք ծածկել, այս փուլում այսքան է։ Տեսեք, հիմա ինչ ենք անում, այս ես թույլ ձևով, նայեք, այսինքն թույլ ինչի նկատի ունեմ, որ սրսկիչը այնքան ուժեղ չլինի, էլի, որ
սերմերը փչի տանի։ Դե մի քիչ դոզան բարձր է լինում, դեղի,